այդպիսի հանկարծակի չգաք սառը ջրից ու ընդհանրապես մարմինը շատ հանկարծակի բաներ չունենա, քնած ժամանակ, արթուն ժամանակ, սառը ջուրը շատ օգտակար է, ասելով փորձեք, առավոտը կեսօրին երեկոյան միշտ սառը ջրին ծանոթացրեք մարմինը, շատ օգտակար է։ Բարի լույս, ես այստեղ եմ, ջուրը ուղղակի սենց վերցնում տանում է, վախենալու ոչինչ չկա։ Ստրեսը, հարգելիներս, թարգմանվում է լարվածություն, ճիշտ է, պատրաստվածություն է պետք, բայց ես չեմ ասում, եկեք թռեք ստեղ, ծորակը բացեք, սառը ջրին ձեռ տվեք, շատ տարիքով մարդիկ կան, ինձ ասում են Արշ ջան, ապրես, ճիշտ ես ասում, ես ամբողջ կյանքը սառը ջրով եմ լվացել, ուղղակի տաք ջուրը, հակառակ ազդեցություն ունի, ծերացնում է, հələ ծերանալը երկար ապրելը նպատակ չի, կարաս կարճ ապրես, երկար ապրես, դա ոչ մեկ չի որոշելու արարչի ձեռքում է, թարմությունը և կյանքի որակն է կարևորը, սառը ջուրը թարմություն է տալիս, երկարացնում է, դիմադրողականությունն է մեծացնում, մարմնի էլաստիկությունն է մեծացնում, իսկ տաք ջուրը հակառակ էֆեկտ է ունի, ոնց որ նայեք էլի յոգայի իմաստության մեջ կա, եթե երեկոյան 8 ժամի հաց ես ուտում, մարմինը հասկանում է, մարմինը սմարթ համակարգ է, խելացի համակարգ, հասկանում է, որ դու չես ուզում այդ մարմինը երկար պահես, ինքը երկար չի դիմանա, իսկ երբ որ իրիկունը 8 ժամի հաց չես ուտում, 5-ից 6-ից հետո, մարմինը հասկանում է, որ ես երկար ապրելը, որակով ապրելը քեզ պետք է, դե, միշտ ասել եմ, ինքնանպատակ ոչինչ չկա, համընդհանուր բարիքը նա է, որ մարդկանց տեսնես առողջ են, նոր հանդիպեցի քուրիկա, կինը, աղջիկ, ասում է ոտքերս ցավում է, դրա համար առավոտը արթնացան, այդ կոֆե խմել եւ այլն, դրանք մի քիչ հետո արեք, առավոտը արթնացաք, վարժություններ, ֆիզիկական վարժություններ, շնչառական վարժություններ, բայց մաքուր օդում, աշխատեք, առողջությունը պահելու վրա, անջատվի, Աբրահամ Ենոքյան, պրիվետ։